Հավատում եք Անդրանիկ Քոչարյանին, որ այս իշխանությունը հոկտեմբերի 27-ի գործը կբացահայտի։ Չեմ հավատում, բացահայտել չեն հայտարարի։ Ինչու է հիշել այդ գործի մասին ընտրություններից առաջ։ Կարիքը կա իրանց համար։ Դե ամեն ինչը ժամանակ է պահանջում, իհարկե։ Ինչու է այդ գործի մասին ընտրություններից առաջ հիշել։ Ինչ եք կարծում։ Դա միշտ էլ խոսակցության մեջ եղել է, երևի դուք ուշադիր չեք։ Բայց ոնց եկել են իշխանության, ասում են բացահայտում են, բայց ոչ մի արդյունք չկա, 8 տարի է իշխանությանը։ Իսկ գիտեք ինչքան քողարկողներ կան։ Անկամ փամփուշտներն են հավաքել քողարկել։ Գիտեք այդ մասին, երևի ինձանից լավ։ Ոչ, չեմ հավատում, ես տեսել եմ այդ տարիները։ Ոչ, չեմ հավատում։ Չգիտեմ, չեմ հավատում։ Ինչու են այդ գործի մասին հիշել ընտրություններից առաջ։ Երևի ուզում են ձայներ հավաքեն այդ ձևով։ Ինչի չեմ հավատում, որտեղ ահագին ժամանակ անցել, ինչի չէին բացահայտում, որ Քոչարյանի մատը մեջն էր։ Ինչու այդ գործի մասին հիշեցին ընտրություններից առաջ։ Չգիտեմ, ասես չեմ կարող ասեմ, բայց որ այս մեր շատ կներես դեբիլ ժողովուրդը ընտրում է Քոչարյանին, ես ապշած եմ մնացել։ Քոչարյանը նստած էր, ձեզ ինչ արեց ձեզ, որ հիմա ուզում եք ձայնը տակնա, կունես Փաշինյանը էլի բաներ անում է։ Օրինակ ինչը։ Տարի ստեղ չի ասում, Ազիջանի։ Ինչ է արել։ Ինչը, ամեն ինչը։ Շատ լավ է։ Հավատում եք Անդրանիկ Քոչարյանին, որ այս իշխանությունը հոկտեմբերի 27-ի գործը կբացահայտի։ Սիրելիս, ես ոչ մեկի չեմ հավատում, որովհետև խարդախ են մեր հայերը, լավը չեն, խափում են, մենակ թե պաշտոն վերցնեն, փողերն էլ դնեն գրպանները, ժողովրդին խափեն, ես չեմ հավատում։ Ես ժամանակին կառավարական դաչայում եմ աշխատել, Կարեն Դեմիրճյանի հետ, դրա համար ես ոչ մեկի չեմ հավատում։ Իսկ ինչու են այդ գործի մասին ձեր կարծիքով հիշել ընտրություններից առաջ։ Փող կա մեջը, փող, որտե փող, այնտեղ մեր հայերը խցկվում են, մեջքի վրա էլ կպարկեն, չորեք թաթել կանեն, մենակ թե փող մտնի ջեբները։ Չեմ հավատում, ոչ մեկի չեմ հավատում։ Ճիշտ ասած, ես այդպես բաներով շատ չեմ հետաքրքրվում, չեմ կարող պատասխանել, չգիտեմ։ Հավատում եմ։ Ինչու այս 8 տարվա ընթացքում չբացահայտեցին։ Իսկ դուք ուզում եք որ չբացահայտեն։ Ես նման բան ասացի։ Չէ, ես հավատում եմ որ կբացահայտեն։ Ինչու են գործի մասին Դե հիշել։ հիմա այդ որտեղ երևի կաշխատվածություն էլ կա։ Ումից է Կաշխատվածություն։ Դե արտաքին ազդեցություններից են, հիմնականում Ռուսաստանից։ Այսինքն Ռուսաստանը թույլ չի տալիս որ բացահայտեն։ Դե գիտեք, այդքան էլ իրենց ձեռնատու չի։ Դրա համար էլ ինչ թվում է։ Իսկ ինչու են գործի մասին հիշել ընտրություններից առաջ ձեր կարծիքով։ Ինչու են այդ գործի մասին հիշել ընտրություններից առաջ ձեր կարծիքով։ Դե հիշել ընտրություններից առաջ կրկերը թեժանում են, կոպիտ ասած։ Այդպես է։ Ովի ջուրի համը բան։ Բարև ձեզ։ Հավատում եք Անդրանիկ Քոչարյանին, որ այս իշխանությունը հոկտեմբերի 27-ի գործը կբացահայտի։ Անդրանիկ Քոչարյանը ով է։ Բարեկամ պատգամավոր է։ Ես իրան ընդհանրապես չեմ հարգում որպես մարդ։ Ինքը սուտ է խոսում։ Ոչ մեկն էլ չի կարող դա բացահայտել։ Իսկ որտեղը թող անկապ դուրս չտան։ Բարիս լայն իմաստով եմ ասում։ Գիտեք, այնքան ժողովուրդը հոգնել այս ամեն ինչից, այնքան շատ ենք հոգնել, որ արդեն խոսել անգամ չենք ուզում։ Չի կարելի այսքան էլ թող հեռանան գնան էլ իրենց ոչ ոք չի ընդունում։ Այդ շինծու բաները որ անում են, տենց իրանց ռեկլամում են, չգիտեմ այլոտար ազգի մարդիկ են բերում, տանում այստեղ այնտեղ ներկայացնում, որպես ինչ։ Երկրի բարօրության համար մտածող չկա սիրելիս։ Չկա, ոչ ոք ոչինչ չի անում այս պահին։ Ձերքերները ծալած նստած, ամբողջ օրը պարզաբանումների մեջ են, բամբասկոտ կանայք կան, միտեղ խոսեն, երկրորդ տեղ պարզաբանեն, հարցը հասկացանք էլ ինչքան կարելի է ժողովրդին այսքան հոգեպես ճնշել։ Ինչու են այդ գործի մասին հիշել ընտրություններից առաջ։ Չգիտեմ, իրանց թվում է, թե իրենք ամենակարող են։ 8 տարի բացահայտեց, որ հիմա բացահայտի Ազիջան։ Չեմ կարծում, որ կբացահայտի ինքը կատեգորիան չի էլի։ Այդ լիդերը չի ինքը, որ մեզ Հայաստանից հարկավոր է։ Ինքը առհասարակ լիդեր չի, քաղաքականությունից բավականին հեռու մարդ է։ Թող թողեն հեռանան, մեկը գա գոնե այս երկրին տեր կանգնի։
ադրբեջանցի են բերում, չգիտեմ ում են բերում, ինչ եմ անում, ինչի համար ես բերում։ Այս զբրոտ երկիր չի, սա ամերիկան չի, որ հավաքածու ինչ որ մի երկիր դարձնե։ Սա ունի իր մենտալիտետը, իր ազգային սովորությունները, վարքերը եւ բարգերը։ Չի կարելի այսպիսի բաներ անել, չի կարելի։ Եթե դու քո երկրին տեր չես կարողանում կանգնել, ուղղակի բարբաջելով ուզում ես այդ աթոռդ պահել, հեռաց այդ աթոռն վերցրու գնա։